Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա տեսանյութը վերաբերում է ընդհանուր հարկման դաշտում գործող տնտեսվարողներին, որոնք Վալբերիսի և օզոնի միջոցով ապրանքների առևտուր են իրականացնում։ Ընդհանուր հարկման դաշտում գործող հարկվճարողը առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով մեզ առավել հայտնի Վալբերիս և օզոն հարթակներն են, ԵՏՄ անդամ պետություն արտահանած ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ AI0-ական դրույքաչափ չի կարողանում կիրառել, քանի որ գործող կարգավորումներով AI0-ական դրույքաչափ կարող է կիրառել, եթե հարկ վճարողը ներկայացնի արտահանման հարկային հայտարարագիր, որը նա չի կարողանում ներկայացնել, քանի որ արտահանումը իրականացվում է առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով և ստացող կողմը ԵՏՄ անդամ այլ պետության ֆիզիկական անձինք են։ Այսինքն, փաստացի արտահանումը տեղի ունենում, ապրանքը արտահանվում է, սակայն տնտեսվարողը չի կարողանում հաստատել իր AI0-ական դրույքաչափը։ Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք, որով այս հարցը լուծվում է, որը սակայն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը 83 օրենքն է, որը ընդունվել է 2026 թվականի մարտի 4-ին և արդեն իսկ կարող եք այն տեսնել ԱՌԼ-ից տեղեկատվական իրավական համակարգում։ Օրենքում ինչ փոփոխություններ են կատարվել նշված փոփոխությամբ։ Հոդված 65-ում ավելացված արժեքի հարկի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքները 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացրել են հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրաջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարումը։ Սույն կետով սահմանված դեպքում AI0% դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է հարկային մարմնին ներկայացվող օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությամբ։ Եվ ևս մեկ կետ է ավելացվել 76 հոդվածով, որը վերաբերում է այդ տեղեկատվությանը, ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի 0-ական դրույքաչափի կիրառությունը։ 76-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված դեպքում AI0% դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ։ Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության հասանելիության և ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը։ Հակիրճ ամփոփենք ինչ է տեղի ունեցել։ Մինչ այս ԱՀ վճարող կազմակերպությունը կամ անձեռներեցը ապրանքն արտահանում էր ԵՏՄ անդամ պետության տարածք, սակայն չէր կարողանում հաստատել իր AI0-ական դրույքաչափը։ Նշված փոփոխություններից հետո Վալբերիսը կամ օզոնը տեղեկատվություն են ներկայացնելու հարկային մարմնին և այդ տեղեկատվության միջոցով արդեն իսկ հաստատվելու է ԱՀ վճարողի արտահանման 0-ական դրույքաչափը։ Այսինքն այլևս կարիք չի լինելու ներկայացնել արտահանման հարկային հայտարարագիր նշված դեպքում AI0-ական դրույքաչափը հաստատելու համար։ Շնորհակալություն ուշադրության համար, խնդրում ենք կիսվել տեսանյութով և տարածել։